թող զանգեն, պայմանավորվեն, ոնց են մեր քերիներին, մեր մարդկանց հետ տալի։ Ազգային ժողովի նախագահը հստակ քայլեր է ակնկալում ԱՄՆ նոր վարչակազմից Բաքվում պահվող հայ ռազմագերիների ազատ արձակման համար։ Ալեն Սիմոնյանն այսօր նաև այդ քայլերը նախանշեց, հույս հայտնելով, թե ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդական Մայք Ուոլցի հայտարարությունը սոսկ հայտարարություն չի մնա։ Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևի հետ զրույցում Մայքլ Ուոլցը ասել էր, որ պետք է վերջնականացնել խաղաղության գործարքը, ազատ արձակել բանտարկյալներին եւ միասին աշխատել տարածաշրջանն ավելի անվտանգ եւ բարգավաճ դարձնելու ուղղությամբ։ Ինչ ազդեցություն կունենա Ադրբեջանի վրա։ Այդ հայտարարությունը անողին է պետք հարցնել։ Հուսանք, որ այդ հայտարարությանը կհետևի հստակ քայլեր եւ դա ուղղակի հայտարարություն չի լինի հայտարարության համար։ Հստակ քայլ ասելով ինչ նկատի։ Չգիտեմ, թող զանգեն, պայմանավորվեն, ոնց են մեր քերիներին, մեր մարդկանց հետ տալի բոլորին անխտիր, անկախ որ ժամանակ են գերեվարվել։ Մինչ ազգային ժողովի նախագահը ԱՄՆ-ից հստակ քայլեր է սպասում, իշխող քաղաքացիական պայմանագրի վարչության մեկ այլ անդամ Արսեն Թորոսյանը դրական եւ կարեւոր է գնահատում խաղաղության պայմանագիրը ավարտին հասցնելու եւ բանտարկյալներին ազատ արձակելու ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդական Մայք Ուոլցի հայտարարությունը։ Մենք շատ ենք կարևորում, որ Մայք Ուոլցը նշել է հատուկ բանտարկյալների ազատման մասին, շարունակելով նախադասությունը, որ պետք է նախագահության գործարքը վերջնականացվի, ստորակետ ազատվեն բանտարկյալները եւ աշխատենք միասին ավելի ապահով եւ ավելի բարգավաճ ռեգիոն ունենալու համար։ Սա ուղղակիորեն այն է, ինչ որ մենք ենք ասում, իմ խորին համոզմամբ եւ մեր խորին համոզմամբ մեր հայրենակիցներին տուն վերադարձնելու բանալին խաղաղության պայմանագիրը կնքելու եւ այն իրագործելու մեջ է։ Բաքվի բանտում պահվող 23 հայ ռազմագերիներից Ռուբեն Վարդանյանի ամերիկացի փաստաբան Ջարեդ Գենսերը նույնպես արձագանքել է ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյայի կոչին։ Հայաստանի հարգելի վարչապետ Նիկոլ Փաշինյան եւ արտգործնախարար Արարատ Միրզոյան, խնդրում եմ կարդացեք ԱՄՆ անվտանգության գծով խորհրդական Մայք Ուոլցի հայտարարությունը։ Նա ընդգծել է ոչ միայն խաղաղության պայմանագիրն, այլև հայ քրիստոնյա գերիներին ազատ արձակելու անհրաժեշտությունը։ Ես հավատում եմ, որ դուք ամբողջությամբ համաձայն եք Թրամփի վարչակազմի այս առանցքային մոտեցման հետ։ Ավելի վաղ Ռուբեն Վարդանյանի փաստաբանն ընդգծել էր, որ Հայաստանի վարչապետն ու իշխանությունը տարական քայլեր անգամ չեն ձեռնարկել Բաքվի բանտերում պահվող հայ ռազմագերիների համար։ Բարոյականությունս թույլ չի տալիս նման վիճակում գտնվող մեր հայրենակիցների պաշտպանությամբ զբաղվող անձին կամ հենց իրենց արձագանքել։ ՔՊ պատգամավոր Արսեն Թորոսյանը չցանկանալով հակադարձել փաստաբանի մեղադրանքներին վստահեցնում է. իշխանությունը շարունակական ջանքեր է գործադրել Բաքվում պահվող հայ ռազմագերիներին ազատ արձակելու համար եւ կարծում է, որ եթե Հայաստանն ու Ադրբեջանը ի վերջո ստորագրեն խաղաղության պայմանագիրը եւ սկսեն խաղաղության հաստատման երկարատև ու դժվար գործընթացը, ամենևին իմաստ չի լինելու Ադրբեջանում ունենալ գերեվարված հայեր։ Ես այդտեղ եմ տեսնում այդ բանալին մեր հայրենակիցներին տուն բերելու այլ բանալի անկեղծ ասած չեմ տեսնում, ինչքան է որ դա ցավալի լինի։ Անդրադառնալով խաղաղության պայմանագիրը վերջնականացնելու մասին ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդականի հայտարարությանը Թորոսյանը նշում է, թե այն շատ տրամաբանական հայտարարություն է, հաշվի առնելով Միացյալ Նահանգների ներգրավվածությունը խաղաղության գործընթացում եւ մասնարարպես նախագահ Թրամփի մոտեցումները խաղաղության վերաբերյալ։ ՔՊ պատգամավորը հիշեցնում է, Թրամփը թե իր նախընտրական քարոզարշավի եւ թե պաշտոնը ստանձնելուց հետո բազմիցս է խոսել աշխարհում խաղաղություն հաստատելու վերաբերյալ։ Եվ նաեւ մենք ջանքեր ենք գործադրել մեր դիվանագիտական ներկայացուցչությունը Ամերիկայի Միացյալ Նահանգներում վարչապետը արտաքին գործերի նախարարությունը, որպիսի ԱՄՆ վարչակազմին ներգրաված պահենք նոր վարչակազմին այս գործընթացում եւ ըստ էության մենք տեսնում ենք դրա արտահայտությունը, որը շատ կարեւոր է։ Անկախ Ադրբեջանի կողմից խաղաղության գործընթացը ձգձգելու կամ տորպեդահարելու միտմանը, որն ըստ իշխանական պատգամավորի արտացոլվում է սահմանային լարվածության մասին կեղծ տեղեկատվություն տարածելով, Թորոսյանը նշում է, որ Հայաստանը պետք է շարունակի ջանքերը գործընկերներին ներգրավելու հարցում։ Ըստ նրա դրանով է պայմանավորված նաեւ Նիկոլ Փաշինյանի վերջին օրերի զանգերը Իրանի, Ռուսաստանի, Ֆրանսիայի ղեկավարներին։ Վարչապետը գործընկերներին տեղեկացրել է, որ խաղաղության պայմանագիրը պատրաստ է, ակնկալելով, որ նրանց կողմից էլ կառուցողական ջանքեր կլինեն, որ այդ խաղաղության պայմանագիրը արագ ստորագրվի։ Նաև Ադրբեջանի հետ երկխոսությունը պետք է շարունակենք, ինչքան էլ որ նրանք լինեն դեստրուկտիվ, մենք դա նոր չէ, որ տեսնում ենք, այնուամենայնիվ մենք նրանց հետ պետք է կնքենք այդ համաձայնագիրը։
Հնարավոր է, որ խաղաղության պայմանագիրը ստորագրվի հենց Վաշինգտոնում։ Արսեն Թորոսյանն ասում է, թե չունի նման տեղեկատվություն, հատկապես, որ պայմանագրի ստորագրման տեղն ու ժամկետները համաձայնեցված չեն։ Սակայն Թորոսյանն ավելի իմաստավոր է համարում, եթե այս ստորագրությունը տեղի ունենա հայ-ադրբեջանական սահմանի որևէ կետում, որովհետև Հայաստանն ու Ադրբեջանը միասին պետք է ապրեն այս տարածաշրջանում։ Ես կարծում եմ, որ մենք պատրաստ ենք ստորագրել հենց այսօր եւ ցանկացած տեղում եւ մեր ջանքերը պետք է միտված լինեն Ադրբեջանին ըստ էության սեղանի շուրջ բերելու ուղղությամբ։ Առայժմ հայտնի չէ, թե երբ եւ որտեղ կարող է ստորագրվել խաղաղության պայմանագիրը։ Օրերս Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն ասաց, թե առաջիկայում Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հնարավոր հանդիպման մասին որևէ պայմանավորվածություն չկա։